հիմա եթե մտքին դնի, այդ նույն արևմուտքը կարող է բունկերում Պուտինին էլ սպանի։ Հիմա տեխնոլոգիապես այդ մարդիկ այտենց շատ առաջ են, այնպես որ այտենց բան կտրուկ կատեգորիկ հայտարարում ես, եթե սպանել են, ուրեմն այդպես չի։ Այդ դրանում չի, չէ՞ միայն հարցը։ Հարցը նրանում է, որ այդ մարդիկ շատ այդ առումով շատ առաջ են։ Ասեք, հարցը ստե ընկալման մեջ է։ Իրականում հիմա ընկալումը այն է, որ արևմուտքը պատկերացնում էր, որ հաջորդ օրը պետք է ներքին ընդվզումներ լինի, չեղավ, այդ ժողովուրդը այսպես թե այնպես կամ այդ իշխանության ջանքերի շնորհիվ, այսպես միասնական, միահամուռ հայտարարեցին եւ դուրս են եկել եւ տեսանք այդ ներքին պարակտումն ու ցնցումները առնվազն հրապարակ դուրս չեկավ։ Էլի ինչ պիտի անեին եւ իրենց կոչերով, հայտարարություններով եւ գործողություններով ցույց տվեցին, որ պայքարում են։ Հիմա դուք ինչի մասին եք խոսում։ Եթե մեռնում են, ուրեմն դավաճան են։ Խամեյնին դավաճան է, որ սպանվեց, այն մեկը դավաճան է, բոլորը դավաճան են։ Ես ուրիշ բանի մասին եմ ասում։ Չէ, ուրիշ բանի մասին չի ասում, ներսում եթե լինում է դա, ասում եք ուրեմն բան է, ուրեմն պարակտում կա, եթե սպանում են, ուրեմն ներսում պարակտում կա, դավաճանություն կա։ Իհարկե կա, բա ո՞նց է այդպես ստացվեց։ Ո՞նց ստացվեց այդպես, որ սպանվեցին։ Կա։ Եվ հիմա իրանք խնդիր ունեն իրենց ներսում իշխանության բերել նրանց, կամ գալ նրանց, կամ իշխանությունից հեռացնել նրանց, ովքեր որ ինքնիշխան Իրանի կողմնակիցներն են։ Հիմա այդ պայքարն է գնում այնտեղ եւ մոտակա շաբաթներին։ Եթե այդ պայքարը գնաց, այդ ժողովուրդը կա, ես չգիտեմ այդ ձեր ասածը ինչ եք ուզում, ասել անդադ ինչ որ Ռուսաստանը պարզ է, Ռուսաստանն վիճակում չի, որ երկրորդ ճակատով մտնի, բնականաբար պիտի Պեսկովը կամ այն մյուսը նմանատիպ հայտարարություն ան, բայց պիտի անեն։ Հո չեն ասելու մենք իզորու չենք այսօր գերտերության դեմ երկրորդ ճակատ բացենք դուրս գանք։ Ոչ չեն ասելու այդպիսի բան, մենք իզորու չենք երկրորդ ճակատով դուրս չեն գալ, բա պիտի ասեն ձեր կռիվն է, բարձ իրենց կռիվն է, բայց այն իսկ պարտավոր են դուրս գալ երկրորդ ճակատով։ Դե չգիտեմ, դե չգիտեմ։ Պարտավոր չեն, դե ուրեմն թող չասեն, որ այդտեղ չեք դիմանում, սա այն է, այդ մարդիկ դուրս են եկել։ Ռուսաստանը նման բան չի ասում։ Դե ես եմ մենք ենք խոսում, Ռուսաստանը չի ասում չեք դիմանում։ Հիմա այդ պայքարն է գնում, այո։ Եվ իրանք պետք է պայքարը միջև պայքարում ցավոք սրտի առայժմ բոլորը Գազայում պարտվում են, Պաղեստինում պարտվում են, Լիբանանում պարտվում են, Սիրիայում պարտվում են, Իրանում պարտվում են, այսինքն նա ով որ առայժմ այդպես է, հիմա գերհզոր երկիր է, ով չի համաձայնում, ուղղակի ոչնչացվում է։ Դե պետք է ուրեմն իրենց մեջ ուժ գտնեն ու դիմակայեն։ Հիմա 2015 թվականին ռուսները մտան Սիրիա օգնելու համար։ Ասադը ուներ ահագին ժամանակ այդ ներքին փոփոխություններ իրականացնելու։ Նա դա չարեց, ընդհակառակը բանտերից բաց թողեց նրանց, ովքեր որ քաղաքացիական պատերազմ էին Իրանում, Սիրիայում հրահարել արևմուտքի ֆինանսավորմամբ։ Դա չարեց։ Հիմա դա իր կռիվն էր, ինքը չարեց դա։ Հիմա ռուսները փրկարար ծառայություն չեն, բոլորին կան փրկեն կրակի միջից։ Մի քիչ իրանք պետք է ջանք թափեն, այսպես ասենք վճռականություն ցուցաբերեն արևմուտքին դիմակայելու համար։ Դե ըստ երևույթի Ասադի եւ իր կնոջ լոնդոնյան կապերը խանգարեցին այդ վճռականությունը ցուցաբերելու համար։ Այդ արդարացման ամեն անգամվա բան այդպիսի հայտարարություններ, չէ՞, կարող է նաեւ այդպես լինի, ինչ որ բաներ պայմանավորվում են, չէ, ասում են մի անգամ էլ ասում եք նստելու են սեղանի շուրջ աշխարհը դուք եք ասում, նստելու են, ասել են սա քո տարածքն է, սա ինչն է, հիմա ինչ եք բացառում, որ այդպես թույլ լինելով, հանձնելով գնում է նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Բացառում եմ, որտեղ եթե այդպես լիներ, Ռուսաստանի նախագահը այսօրվա կռիվը չէր տա։ Կանգնած դե արդեն ներքաշվել է դրա մեջ։ Ինչ անի, կանգնացնի, ինչ անի, 1 միլիոն զոհ ունի, այդ ամբողջ կռիվը նրա համար էր, որ Եվրոմիություն չպիտի գնալ, ՆԱՏՕ-ն չպիտի լինի, այնտեղ հրթիռներ չպիտի տեղակայվեն, հիմա կանգ առնի, ինչ է, կանգ առնի, այդ 5-րդ իշխանության չի մնա։ Բակ ասեն 1 միլիոն մարդու տարար այսպես զոհեցիր, ՆԱՏՕ-ն էլ եկավ այստեղ, հրթիռներն դրեցին մեր սահմանին, բա ինչի համար էր այս կռիվը։ Դե պատասխան տա, չէ՞, եթե կանգնի։ Չէ։ Ոչ չէ, պատասխան չպիտի տա, բա ինչի սկսեցիր, բա խելքի ինչի համար էր, եթե պիտի վերջն արդյունքում ՆԱՏՕ-ն գար այդտեղ սահմանին նստեր։ Այդ ՆԱՏՕ-ն այնպես թե այնպես գալու էր նստել։ Չէ, բայց իրա կռիվներ, որ չպիտի լինեն իրանք այդտեղ, ինչի համար է կռվում ինքը։ Կռվում էր, որ չպիտի գա, չէ՞, ՆԱՏՕ-ն իմ սահմանին նստի։ Կռվում է, որ Ամերիկային ստիպի ինքը այդ ՆԱՏՕ-ին հետ քաշի։ Իսկ ստիպելու մի ձև կա։ Այն կինոներում կարծեմ անցած անգամ էլ ասացի։ Տեսած կլինեք, այն որ մեկին միայնակ շրջապատում են, ուժեղ են, շատ են, դիմադրելու հնարավորություն չունի, բայց գրպանում մի հատ նռնակ ունի։
Մեռնակ կարծում քաշումը վերջ։ Հենց կարծում քաշած իրենք դառնում են հավասար պայմաններում, որտեղ որ պայթեց պայթելու են բոլորը։ Այ Ռուսաստանը սպասում է այն վիճակին, որ այդ կարծում քաշելու ժամանակը եւ պայմանները հասունանան։ Երբ որ այդ կարծում քաշեց, Ամերիկան ասել է վերջ, արի նստենք պայմանավորվենք։ Ամերիկան ամեն ինչ անում է, անկյուն չի քշում միջև վերջ Ռուսաստանին, որ այդ կարծում քաշելու առիթը չտա։ Բայց նաև տեսակետ կա, տեսեք, առաջին համաշխարհային պատերազմը այսպես չոր առանց մի բան Ամերիկան միջից դուրս է գալիս եւ իր տարածքում ոչ մի բան, ուղղակի գալիս է։ Երկրորդ համաշխարհային պատերազմը այդպես էլի այնտեղ չի ներկայացնում այդ մայրցամաքը, բայց ինքը այստեղ մասնակցություն եւ գերտերություն է գալիս է որոշում է կայացում եւ ասում են քանի դեռ հրթիռները չեն հասել Միացյալ Նահանգներ, այնքը այդպես երրորդ համաշխարհային ներկայանի եւ սպիտակ ջերմակ ձեռնոցներով այդ ամեն ինչից դուրս կգա։ Գալու է այդ պահը, որ այդ հրթիռները հասնեն Միացյալ Նահանգներ եւ բարեկեցության, բանի սովոր այդ ժողովուրդը մի օր առերեսվի իրականության հետ։ Դե պատերազմ չի լինի, այսինքն միջուկային զենքով կրակոց չի արձակվելու։ Կհասնեն այդ հրթիռները Միացյալ Նահանգներ։ Այլ երկ չկա, Ռուսաստանը այլ ձևով չի հաղթելու։ Ահա։ Դե ասում են ուշ թե շուտ դա պիտի լինի եւ ինչքան շուտ ավելի լավ, որտեվ միջև այդ ավերածությունները Միացյալ Նահանգները շարունակելու է բերել։ Այո, իհարկե, որտեվ իրենք խնդիր ունեն, վտանգ կա, որ իրենց գերիշխանությունը աշխարհում կարող են կորցնել, խնդիր ունեն ամեն գնով դա պահել։ Հետևաբար ամեն քայլի իրենք դիմելու են, իհարկե։ Բնական է, ով էլ լիներ իրենց փոխարեն, այդպես կաներ։ Դրա համար անխուսափելի է դա լինելու, բայց դրա համար Ռուսաստանում պետք է տեղ ունենալ ներքի փոփոխություններ։ Իշխանության պետք է գան նրանք, ովքեր լավ գիտեն հակառակորդը ով է, իրենց աչքով են տեսել այդ հակառակորդի վայրագությունները եւ եկող հրթիռները, եւ իրենք գիտեն ում նկատմամբ է պետք ուղղել Ռուսաստանի միջուկային զենքը։ Այ երբ որ կգան կուղեն, այդ ժամանակ ԱՄՆ-ն խելոք ձևով կգան կնստի սեղանի շուրջ բանակցությունների։ Եվրոպան վաղուց պատանդի կարգավիճակում է եւ իրենց ներկայիս ղեկավարներն էլ բոլորը սպասավորներ են Միացյալ Նահանգների, բայց հավանաբար այս ամեն ինչի մեջ այդպես ամբողջությամբ չներքաշվեցին, ինչը վրդովմունք առաջացրեց երեկել Ճապոնիայի վարչապետը այնտեղ էր եւ հարցեր տվեցին, որ բացարձակ անտեսել է չի էլ տեղեկացրել իր ռազմավարակը դաշնակից երկրների, որ այսպիսի գործողություններ է սկսում, բայց հիմա ինքը շատ վրդովված է, որ հայտարարում են հերթով, որ մենք չենք մասնակցելու այս գործողություններին։ Իսկապես Եվրոպան գիտակցում է, որ ամենածանր բանը ազդեցությունը Մերձավոր Արևելքից հետո սա ընկնելու է Եվրոպայի վրա։ Ոչ, ուղղակի դա թատրոն են խաղում, ԱՄՆ-ն նպատակ էլ չունի Եվրոպային ներքաշել Մերձավոր Արևելքում, որովհետև Եվրոպայի վրա խնդիր է դրված Ռուսաստանի դեմ պատերազմը։ Եվրոպան ԱՄՆ-ն Եվրոպայի վրա այդ խնդիրն է դրել։ Իրենք Մերձավոր Արևելքի հետ գործ չունեն։ Իրենց հիմա ԱՄՆ-ն պատրաստում է պատերազմի Ռուսաստանի դեմ։ Եվրոպան այլ բանով չպետք է զբաղվի։ Իրենք պիտի ձևացնեն, որ իրենք ընդվզում են, ինքնիշխան են եւ այլ եւ այլ եւ այլ։ Այն որ Եվրոպան հիմա դրվում է ռազմական, ինչպես ասում են, ռելսերի վրա, դա Ռուսաստանի դեմ է նախապատրաստվում։ Այսինքն ԱՄՆ-ն Չինաստանը Ինչ Չինաստանը։ Իվերջո այս պատերազմը նաև ասում են Չինաստանի համար էր։ Դե հնարավոր է, բայց Չինաստանը տեսնում ենք, որ ինքը ակտիվ չի ներգրավվելու։ Դե որտեղ նույն Չինաստանն էլ հաշվարկում է, որ հիմա ինքը իզորու չէ։ Իրան էլ ժամանակ պետք է առնվազն 15-20 տարի պետք է, որ կարողանա ռազմական առումով որոշակի դիմադրություն ցույց տալ, ինքը շատ լավ հասկանում է։ Իհարկե։ Տեսեք 2022 թվականին դե Ռուսաստանն էլ էր բավական խնդիրներ ուներ, բայց տեսեք Ռուսաստանը վճարականությունը ցույց տվեց, սկսեց հատուկ ռազմական օպերացիան։ Բոլոր խնդիրներով հանդերձ ինքը հասկացավ, որ այլ երկ չկա։ Դե հիմա թող Չինաստանն էլ գնա Թայվանը ազատագրի։ Թող ազատագրի, բայց տեսնում ենք, որ առայժմ չի կարող։ Պատճառներից մեկը օրինակ կարող են բերել, չգիտեմ, դոլար արժութային ռեզերվները Չինաստանի, ամենամեծն են աշխարհում։ Ռուսաստանից գողացած իրենից է կգողանան, ինչ խնդիր կա։ Այսինքն այդ վճռականությունը նաև դրանում է արտահայտվում, ինչքանով ես դու պատրաստ քրիտիկական դժվարին պայմաններում կամ այդ պայմանների մեջ մտնել արևմուտքի հետ դիմակայելու համար։ Շատ լավ, եւ վերջին հարցը Թրիպը, Թրամփը, այս պատերազմը մենք ինչ կլինի։ Հիմա կսառեցնեն այս թեման եւ Թրիպ որպես այդպեսին չի լինելու։ Ամերիկան
բարձը չի բերելու Հայաստանում ներդրումներ անի։ Դա ակնհայտ է եւ այն էլ Տրամպի օրոք։ Եթե առաջ այդ USAID-ների միջոցով փողեր էին դնում, մի մասն էլ իրենք գրպանում էին, այդ ամերիկյան չինովնիկները դնում էին գրպանները։ Այսինքն մի ամբողջ կոռուպցիոն սխեմա էր։ Հիմա Տրամպը այդ օթերն էլ է փակել։ Հետևաբար Տրամպը, որ իր ձեռքով բերի, չգիտեմ, 9 միլիարդ կամ չգիտեմ ինչքան միլիարդ ներդնի Հայաստանում ենթակառուցվածքների վրա, ոչ իհարկե։ Տրիպը պետք էր ուղղակի Փաշինյանին տարավ ստորագրել տվեց, անունը դրին գեղեցիկ բառով տրիպ, բայց վերջ ինքը չի լինելու։ Ինքը լինելու է Ադրբեջանի համար Նախիջևանին կապող։ Այդ նվերը տվեց Նիկոլը։ Ալիևին այդ նվերը տվել է։ Դա է, այնտեղ չի Հայաստանի լինելու տարածքները տվել է։ ամերիկյան տեխնոլոգիաներով բերեն հսկայական ինչ որ ենթակառուցվածքներ կառուցեն, գեր ժամանակակից ճանապարհներ։ Այսինքն Նիկոլը խնդրեց Թրամփին արի մի հատ այդ նկարը ունենանք, որ խափե մեր ժողովրդին այս տարածքները ավելի հեշտությամբ նվիրեմ Ադրբեջանին, որտեվ ճար չունեմ։ Դե իրենք այտենց փշի արեցին։ Մեր ժողովրդին խափելու համար էր, որ այդ Չորրորդ տարածքները հանրապետության հիմնադիր, ինքնիշխան չորրորդ հանրապետության հիմնադիր, կուզի Ռուսաստանին հաթաթակը տա, կուզի այն մեկին հաթաթակը տա։ Իբր թե Նիկոլ։ Դե իրեն այդպես են բանանում, չէ՞, բայց տուսկը որ գալիս է հետևից sense ուսերից բռնում է, իբր այդ սրտի կանու, իբր տես հասկանում եք, իրեն աճացնում են, ասում են դու ինքնիշխան հանրապետության արեմտյան աշխարհի մաս կազմող լիդեր ես լինելու։ Դու աշխարհում դու տուսկի հետ ես նստելու, չգիտեմ, Տրամպի հետ ես նստելու վերկենաս, քեզ թողելու են որ արեմտյան էլիտաների մեջ պատտվես։ Հա, բայց մի հատ այդ սիրուն երկու օրինակ ուներ Սաակաշվիլին ու Զելենսկին։ Չի տեսել։ Սովորաբար նման բաներ անում են զոհաբերելու համար։ Իհարկե, դա է։ Ոչ միայն երկիրը, այլ հենց որ սկսում են մեջքին տմտմբացնել ու գրկախառնել։ Ոչ միայն երկիրը, այդ մարդուն էլ Նիկոլներն են զոհաբերելու իրանք։ Դրա համար են աճացնում որ զոհաբերեն։ Պարզ չի որ մյուսների համար, ասենք, նրանք որոնք ուղնուծուծով արևմուտք են, իրենց բնույթով են, իրենց գաղափարախոսությամբ են այդպեսին։ Իրենց համար բարձր ձեռնտու է որ սև գործը Նիկոլը անի։ Պարզ չի։ Ինչի իրանք վատ բաները ստորագրեն, եթե կարող են Նիկոլի վրա գցել։ Թող ինքը ամեն ինչ ստորագրի գնա, վերջի աղետն էլ բերի, եք ասեն մենք ինչ անենք։ Մենք ենք ինչ հրամայում էր, մենք էլ անում ենք։ Հարեմուտն տեսել է, գտել է ձևը։ Տանում են մստում են ծուղակը, կամած կամ ավելի շատ գնալով, ավելի շատ են մստում, թակարդը ծուղակը, որից ելք ինքը չի ունենալու։ Ինքը արդեն չունի ելք։ Իրեն Արցախով արդեն կապեցին իրենք։ Արյամբ իրենք կապեցին։ Ինքը շանս ուներ չկապվելու, բայց կապվեց։ Իվիճակը ասում է, եթե ուժեղ տղա եք դուրս եկեք։ Դա չի նշանակում, որ ինքը դες լավ։ Դե եթե մի քիչ տղա ես դուրս արի, ասա որ Զատուլին սուտ ես խոսել կամ այդ կասկածները տեղի չէ, որ ես 5 միլիարդ եմ վերցրել ու ծախել եմ Արցախը Նիկոլ։ Դե վերջ դուրս արի ու ասա։ Շնորհակալություն։ Նմանապես։